Եվ ձեզ ողջունում եմ սիրելիներս, առաջարկում եմ միասին գավառի գաթա թխել։ Շերտավոր, տեսեք թե որքան շատ շերտեր են։ Շատ հեշտ է, հատկապես եթե առաջին անգամ եք պատրաստում, դիտեք մինչև վերջ։ Կարևոր մի քանի նրբություն կա։ Դրանք հաշվի առեք ու կստանաք շատ հաջող արդյունքներ։ Սկսում ենք ալյուրից, քանի որ ալյուրները տարբեր են, փոխել եմ այս անգամ 12% է եւ մակվա է։ Ավելացնում եմ 1 թեյի գդալ սոդա, 8 գրամ է, մի լավ պտղունց աղ, նաև 250 գրամ փափուկ կամ մարգարին կամ կարագ, իմ դեպքում մարգարին է։ Չոր բաղադրիչները լավ խառնում եմ, ավելացնում եմ մարգարինն ու փշուրի եմ վերածում։ Փշուր ստանալու շնորհիվ ալյուրը կարծես փակվում է ճարպի մեջ եւ հնարավորություն չի ստանում սոսնձանյութ ձևավորելու, ինչի շնորհիվ էլ նման տարբերակով պատրաստվող ցանկացած խմորեղեն ավելի փխրուն ու նուրբ է ստացվում։ Ու ահա թե ինչու նման յուղային գաթաների բոլոր տեսակների հիմքն է սա։ Կենտրոնում մի փոքր փոս կանեմ ու կկոտրեմ 2 ամբողջական ձու ու 1 սպիտակուց։ Դեղնուցը կթողնեմ վերջի համար։ Մյուս գաթայի տարբերակը պատրաստելու դեպքում ես հակառակը դեղնուցներն ավելի շատ կլցնեի, սպիտակուցները քիչ։ Ձուն մի փոքր խառնում եմ ուղղակի դեղնուցների պարկուճը բացելու համար։ Վերցնում ենք 250 գրամ կամ թթվասեր կամ մածուն, կամ էլ խառնած, իմ դեպքում 50-50 է։ Կարող եք կեֆիրել օգտագործել կամ յոգուրտ, նման դեպքում թթվասերը պետք է ավելի շատ լինի։ Կարող է նաև միայն թթվասեր ու միայն մածուն լինել։ Ինչպես տեսակ, 250 մլ բաժակով լիքներ։ Սկզբում կարող է թվալ, թե կտորները կարծես չեն հավաքվում, նաև թվում է, թե մի տեսակ շատ չոր է, բայց մի փոքր աշխատեք ու կտեսնեք, որ փոխվում է։ Իհարկե, շատ երկար աշխատել ցանկալի չէ, պետք է քիչ թե շատ համասեր ստացվի։ Մոտավորապես 1 րոպե հունցում ենք, հիմա կթողնեմ հանգստանալու մոտ 30 րոպեով, սառնարանում։ Պատրաստում ենք խորիզը, դրա համար մաղաց ալյուրի մեջ ավելացնում ենք 1 պտղունց վանիլին և 1 պտղունց աղ։ Ավելացնում եմ նաև փափուկ կարագը և շաքարավազը։ Ու վերջում փշուր ենք պատրաստում։ Խմորը գրտնակում ենք, բայց ոչ չափազանց բարակ շերտի, տեսեք, եթե շատ բարակ լինի, հետագա գրտնակելու ընթացքում շերտերը կպատրվեն։ Իսկ եզրերը ցանկալի է մի քիչ ավելի բարակ անել, որպեսզի հետո երբ միացնենք իրար կոպիտ չստացվեն։ Հիմա այսպես աչքաչափով խմորի 3 մասի ենք բաժանում, մեջտեղին հալեցրած կարագ ենք քսում։ Հալեցված կարագը չափազանց շատ չենք քսում։ Իմ ալիքում գաթայի տարբերակները շատ են և կլոր գաթաներ, և սոդայով, և խմորիչով, թերթեք ու ընտրեք ձեր տարբերակը։ Հետո ծալում ենք հետևյալ կերպ, ինչպես ցուցադրեմ։ Այս ազատ մասը հիմա կշրջենք խորիզի վրա ու հենց այդ շերտի վրա էլ էլի կարագ կքսենք ու խորիզ կտարածենք։ Հետո արդեն ծածկում ենք հաջորդ բաց մասով։ Վերջում ամրացնում ենք բաց եզրերը ու նաև այս հատվածում։ Այս մասը ամրացնում ենք նրա համար, որ հետագայում գրտնակելիս շերտերն իրարից չհեռանան, այսինքն որ ամբողջական նույն այս դիրքով մնա։ Հիմա նորից 3 մասի կբաժանենք, մեջտեղի մասին կարագ քսենք։ Ու նորից կարագի վրա խորիզի շերտը, ու այդպես շարունակ։ Իհարկե խորիզի շերտը չափազանց բարակ չպետք է լինի, բայց նաև շատ էլ հարկավոր չէ։ Հետո ծալում ենք ինչպես ցուցադրում եմ։ Այս մասին նորից կարագ ու խորիզ։ ու նորից ազատ մասով ծածկում ենք։
Եզրերը ամրացնում ենք։ Խմորը պլաստիլինի պես է, շատ փափուկ ու շատ ենթարկվող է։ Շարունակում ենք ինչպես կցուցադրեմ։ Տեսեք, եթե այս ընթացքում գրտնակելու այս փուլում կնկատեք, որ խմորը մի տեսակ կարծես ձիգ է եւ ընդդիմանում է, թողեք ուղակի 5-ից 7 րոպե։ Մի փոքր կթուլանա, տարբերություն կլինի անպայման, հետո կշարունակեք, որ չպատրվի։ Բայց դա այն պայմանով, որ սենյակում չափազանց շոգ չլինի։ Տեսեք ինչպես ենք աշխատում ընթացքում, անընդհատ սկսում ենք մեջտեղից, հետո վերև, ներքև, աջ եւ ձախ, այսինքն ծայրից ծայր չենք գնում, որպեսզի մեջտեղում շատ խմոր չմնա ու ինչ էլ թխենք, չափազանց շատ հենց կենտրոնում չբարձրանա։ Էլի բավականին բարակ, բայց առաջին անգամից մի քիչ ավելի հաստ շերտ ենք ստանում։ Նորից կենտրոնում կարագ, խորիզ, նորից ծալում ենք, ինչպես ցուցադրել եմ արդեն։ Այս շերտին էլի կարագ, խորիզ, ծալում ենք, ծածկում ենք խորիզն ու ամրացնում եզրերը։ Հիմա արդեն կեսի վրա ենք կարագը քսում, խորիզը տարածում ու ծալում մյուս ազատ կեսով։ Ահա, այսպես կոկիկ տեսք ենք տալիս ու հիմա գրտնակում ենք։ Անպայման հաշվի առեք, որ ջեռոցում դեռ շերտերը պետք է բարձրանան ու ցանկալի չէ, որ ներսում եղած շերտերը շատ բարձր լինեն։ Դրա համար էլ հաստ չենք գրտնակում։ Առաջին անգամ հենց յուղաթղթի վրա կգրտնակեմ, որպես կանոն տապակի դարձերեսին եմ գրտնակում ու հենց այդպես էլ թխում եմ։ Տեսնենք թղթով ինչպես կստացվի։ Միանշանակ խորհուրդ չեմ տալիս թղթի վրա գրտնակել։ Հիմա վրան մեր թողած դեղնուցը կքսեմ, նախշեր կանեմ ու կծակծկեմ անպայման, որպեսզի խորիզը խմորից չառանձնանա։ Մեր գաթան արդեն պատրաստ է, նույնիսկ հասցրել է հովանալ։ Թխել եմ նախապես տաքացված ջեռոցում, ջերմաստիճանը 190 աստիճան։ Շատ ցածր ջերմաստիճան դնել խորհուրդ չէի տա։ Մոտավորապես 38 րոպե է տևում, 30 րոպե անց վրան յուղաթղթով ծածկել եմ, որպեսզի չափից շատ չկարմրի։ Շատ տաք վիճակում կտրել խորհուրդ չէի տա, քանի որ շրվում է եւ կոկիկ չի ստացվում։ Հատուկ թողել եմ, որ հովանա։ Ընթացքում ասել եմ, հատուկ եւս մեկ անգամ շեշտում եմ, նման գաթաների դեպքում խմորը շատ երկար չենք հունցում։ Իհարկե, այլ գաթաների, կարագով գաթաների համեմատ մի փոքր ավել ենք հունցում, մի քիչ ավելի էլաստիկություն ենք հաղորդում ու վերջ։ Երկար հունցելու դեպքում գաթան կարող է ծանր ստացվել, խմորն էլ ձգվող կլինի, իսկ մեզ ավելի նուրբ ու հալչող կառուցվածք է հարկավոր։ Ինչ վերաբերում է համին, ասեմ, որ ամեն բան բալանսավորված է, իսկ քաղցրությունը շատ արտահայտված չէ։ Ես նույնիսկ կասեի, քաղցրության առումով մի փոքր նաև նեյտրալ է։ Եթե ուզում եք ավելի քաղցր ստանալ, մի քիչ ավել շաքարավազ լցրեք, բայց չափազանց շատ չէ, որպեսզի գաթան ծանր չստացվի։